Բարև ձեզ սիրելիներ, այսօր մենք հասել ենք 4-րդ թագավորաց 21 եւ 22-րդ գլուխները։ 21-րդ գլխում Մանասե թագավորը դառնում է Հուդայի ամենաանաստված թագավորներից մեկը։ Նա լցնում է երկիրը կռապաշտությամբ, կախարդությամբ եւ անմեղ արյունով։ Թվում է, թե ժողովուրդը այնքան է հեռացել Աստծուց, որ վերադարձ այլևս հնարավոր չէ։ Սակայն Աստված շարունակում է խոսել իր մարգարեների միջոցով, կոչ անելով ապաշխարության։ Սա ցույց է տալիս նրա երկար համբերությունն ու ողորմությունը։ Փառք ես Տեր։ 22-րդ գլխում տարիներ անց գա է բարձրանում Հովսիա թագավորը։ Տաճարի վերանորոգման ժամանակ գտնում են օրենքի գիրքը։ Երբ Հովսիան լսում է Աստծո խոսքը, նա պատռում է իր հանդերձները խոնարհվում եւ ապաշխարում։ Աստծո խոսքը փոխում է ոչ միայն նրա սիրտը, այլև ամբողջ ազգի ուղղությունը։ Այս գլուխներում մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին որպես կենդանի խոսք, ով եկել է ոչ թե պարզապես տեղեկություն տալու, այլ փոխելու մարդկանց սրտերը։ Ինչպես օրենքի գիրքը արթնացրեց Հովսիային, այնպես էլ Հիսուսի խոսքերը այսօր արթնացնում են մեղքի մեջ ապրող մարդուն եւ կանչում դեպի ապաշխարություն ու նոր կյանք։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ իրական վերածնունդը սկսվում է Աստծո խոսքից։ Երբ մարդը լսում է այն խոնարհ սրտով, նրա կյանքը փոխվում է։ Անկախ նրանից, թե որքան հեռու է եղել Աստծուց, Հիսուս Քրիստոսը դեռ կանչում է մեզ իր մոտ եւ պատրաստ է ներել ու վերականգնել։ Ամեն։ Փառք Տերոջը, որ նա այդ կենդանի խոսքն է։ Աստված օրհնի քեզ, գրեք մեկնություններում ձեր կարծիքները եւ կիսվեք ձեր ընկերների հետ եւ եթե դեռևս գրանցված չեք, գրանցվեք, որպեսզի Աստծո խոսքը շատերին հասնի։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Ամեն։